Facebook-յան մի քանի օգտատերեր հարցնում են, ինչպես են վերաբերվում վերջին շրջանի քաղաքական հետապնդումներին, Սամվել Կարապետյանի կալանք, սրբազանների նկատմամբ դատական գործընթացներ, նաև զոհված զինվորի հորեղբորն են վերջերս կալանավորել։ Հարգարժան օգտատերեր, երբ օրենքը դադարում է լինել բոլորի համար պարտադիր, պետությունը դադարում է ուղղակի գոյություն ունենալ։ Հայաստանում այսօր ամեն խախտման համար կա արդարացում, եթե բարեգործ է, ուրեմն չպետք է կալանավորվի, եթե հոգևորական է, ուրեմն դա հալածանք է եկեղեցու դեմ, եթե զոհվածի ծնող է կամ հարազատ է, նրա զգացումները, հույզերը օրենքից վեր է, բայց պետությունը չի կարող կառուցվել բացառությունների վրա, օրենքը կամ գործում է բոլորի նկատմամբ հավասարապես, կամ ընդհանրապես չի գործում, երբ փաստաբանը պաշտպանում է ոչ թե քաղաքացուն, այլ քաղաքական ճամբարի կոնկրետ ներկայացուցչին, երբ մամուլը ծառայում է ոչ թե ճշմարտությանը, այլ իր հովանավորին, մենք վերածվում ենք հասարակության, որտեղ արդարությունը փոխարինվել է պատկանելությամբ։ Սա իշխանության կամ ընդդիմության հարց չէ, սա քաղաքակրթական հարց է, թե արդյոք մենք ուզում ենք ապրել օրենքով, թե խղճահարությամբ եւ կարեկցանքով։ Արդյոք ուզում ենք պետություն, թե ոչ։ Պետությունը գոյություն ունի այնքան ժամանակ, որքան օրենքը հավասար է բոլորի համար։